Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անուշ Քլոյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Քլոյան։ Բարև ձեզ։ Տիկին Քլոյան առավոտյան պարզ դարձավ, որ ձերբակալվել են ԻՄ-ՆԻՄ-ի ոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, ավելի ուշ Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ ինքն է դիմել իրավապահ համակարգին ոդքասթի ժամանակ հնչեցված վիրավորանքների, սպառնալիքների համար եւ կրկին հարցը քաղաքականացվեց, որոշ ընդդիմադիր անհատներ եւ կամ ուժեր հայտարարում են, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, դա ուղիղ կապված է երրորդ նախագահի հարցազրույցի հետ, որը իրենց բառերով մեծ ռեզոնանս է առաջացրել, որոշները ասում են, որ սա պայքար է խոսքի ազատության դեմ, ճնշում է խոսքի ազատության, տեռոր է եւ այսպես շարունակ։ Տիկին Քլոյան, քանի որ վերջին շրջանում շատ են իրավական ամենատարբեր գործընթացների այսպես քաղաքական ենթատեքստ տրվում եւ դրանք քաղաքական բովանդակությամբ բացատրվում, ինչպես հասկանալ, սա իրավական process է, թե ամեն դեպքում քաղաքական ենթատեքստ ունի։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, բացարձակ սա քաղաքական ենթատեքստ չունի, նախ պետք է ասեմ Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ է արել, որ դիմել է իրավապահ համակարգին, որովհետև այդ երկու անձինք իրենց հաղորդման մեջ գրեթե բոլոր իրենց դիտանկյունից ընդդիմադիր գործիչներին չսիրած, նաև քաղաքական անձանց նկատմամբ բավականին շատ վատ խոսույթով են վերաբերվում, խոսում, անպատվում են, շատ վատ ամենավերջին հայհոյանքներն են անգամ հնչեցնում, մտնում են մարդկանց նեղ անձնական կյանք են քննարկում, հանրայնացնում են, ինչի իրավունքը իրենք բացարձակապես չունեն, խոսում են, թե ով ում մոտ գնաց, ինչ արեց, դա անթույլատրելի է։ Բացի դրանից, Սահմանադրության մեջ ճիշտ է գրված է խոսքի ազատություն, մարդկանց իրավունքներ, բայց սահմանադրության մեջ հաստատ ոչ միտեղ գրված չի, որ հայախոսությամբ, տարբեր վատ վիրավորական բառապաշարով մարդը կարող է խոսալ եւ դա համարվի ազատ խոսք։ Ուստի այս դեպքում այդ անձանց ձերբակալությունը շատ ճիշտ է, որովհետև իրենք այդ սահմանը հատել են, մարդկանց նեղ անձնական կյանքներ խուժելը, բացի դրանից վիրավորական խոսքեր հնչեցնելը, թող իրենք այդպես չխոսեն, վատ բառերով չվիրավորեն քաղաքացիներին, թող ռեալ քննադատության ենթարկեն։ Ոչ ոք չի ասում, որ պետք է ռեալ չքննադատի մարդկանց, դա իրենց իրավունքն է, բայց պետք է լինել պարզ, հստակ, արդար, այլ ոչ թե իրենք ասեն մենք ինչ ուզենք ասենք, ոնց ուզենք ձեզ կվիրավորենք, բայց դուք այսպես խուլ ու համր երևացեք, մի արձագանքեք եւ անգամ մեզ իրավունք չունեն ենթարկել, այսպես ասած, պատասխանատվության, թող մեզ նայեն այնպես, ինչպես որ մենք կանք, ճիշտը դա է, դա սխալ է, ճիշտ չի, հարգելի Հերմինե ջան, եւ ի վերջո յուրաքանչյուր անձ, եթե խախտում է սահմանադրությունն ու օրենքները, պետք է կրեն իրենց արժանի պատիժը, այս պարագայում իրենք այո, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Տիկին Քլոյան, վերջին շրջանում ընդդիմադիր շրջանակների կողմից շատ է խոսվում այն մասին, որ իրենք բռնաճնշված են, խոսքի ազատություն չկա, ձեր իշխանության ժողովրդավարության մասին պատկերացումները այսպիսին են, երբ ընդդիմադիրները ճնշվում են ամենատարբեր հայտարարությունների համար, անգամ արևմուտքի այսպես ուշադրությունն են դրան հրավիրում, թե տեսեք ինչ է կատարվում իրենց բառերով ասած ճակերտավոր ժողովրդավար Հայաստանում եւ այսպես շարունակ։ Հիմա այդ տարանջատումը հստակ այդ կարմիր գիծը որտեղ պիտի այդ ընկալումը լինի, որ սա արդեն ոչ թե խոսքի ազատության մասին է, այլ օրինակ լեզվին ազատության տալու մասին է։ Այսինքն հիմա ինչպես հասկանանք, սա իսկապես բռնաճնշում է խոսքի ազատության դեմ, թե իսկապես իրավական հիմքեր կան, որ մարդիկ իրավապահ համակարգը գնար նրանց ետևից։ Տեսեք, նախ խոսքի ազատության սանդղակով մենք աշխարհում 34-րդ տեղն ենք ըստ այդ սանդղակի, այսինքն Հայաստանում ինտերնետը ազատ է, ոչ մի սոցիալական ցանցերի սահմանափակումներ չկա, ով ինչ ուզում գրում է, ով ինչ միտք ասես արտահայտում է, սրանք բոլոր այդ չափանիշներն են, չէ՞, որ եվրոպական զարգացած երկրներ եւ ընդհանրապես բոլոր այդ կազմակերպությունները մեզ դիտարկում են որպես ազատ խոսքի եւ ժողովրդավարության երկիր։ Դա այսպես ասած սանդղակներ կան։ Եվ իհարկե խոսքի ազատություն, ժողովրդավարություն չի նշանակում, որ այդ ամենը ասելով
կարող են հատել հենց այդ սահմանը վիրավորանքի, հայոյանքի, դա իսկապես արդեն խուլիգանական ոճ է համարվում, ոչ թե լեզվի ազատություն, ոչ մեկ չի ասում քննադատեն, թող քննադատեն, ռեալ իրական իրողությունը տեսնեն եւ քաղաքական, չգիտեմ, տնտեսական, չգիտեմ, այլ նման բնույթի քննադատությունները շատ լավ են, հակառակը մեզ պետք է որ իրական ընդդիմություն լինի եւ մեր չկատարված բոլոր աշխատանքները դիվանագիտական աշխարհում, քաղաքական, տնտեսական թող տեսնեն եւ քննադատեն, բայց կանգնել վիրավորել, գիտեք ինչ, այնպիսի տպավորություն է, որ իրենք ասում են մենք կարող ենք վիրավորել, թող վիրավորենք, թող հասարակությունը մեզ լսի, տեսնի, մենք այսպես ուժեղ ենք, հզոր ենք, կարող ենք բոլորին վիրավորանքներով այսպես հատկապես մեզ մեր այսպես ասած իշխանությանը ցույց տանք, թե մենք ուժեղ ենք, հզոր ենք եւ այդպես իրենց թվում է թե մեծ հասարակության աջակցություն կստանան, հասարակության սրտից են խոսում, բայց ոչ, դա այդպես չի։ Այս պարագայում, այո, իրենք այդ սահմանը հատել են, խախտել են, խուլիգանական է համարվում բոլոր իրենց այդ վիրավորանքներն ու արարքը եւ դրա համար էլ պետք է կրեն իրենց արժանի պատիժը եւ տվյալ պարագայում իրավաբանները իրավապահ շատ ճիշտ է աշխատում եւ ես ընդհանրապես չեմ նայում իրենց այդ հաղորդումը, բայց մի ակնթարթ չեմ հիշում ինչ առիթով էր նայեցի, հա, ներողություն, Սերժն էր խոսում 5 ժամ խոսեց, չհասկացանք էլ թե ինչի 7 ժամ ներողություն խոսեց, այդպես էլ մեկ նախադասությամբ եթե բնութագրենք, դա վերաբերվում էր, որ Հայաստանի անկախությունը չպետք է լինի, ժողովրդավարությունը չպետք է լինի, բայց ինքը եկել նստել է, ազատորեն, չգիտես ինչերից է խոսում, եւ այդ երկու անձինք այսպես շատ լպիրշ ձևով են էլի իրենց պահում, իբրև թե Սերժն էլ իրենց կողքներ ուժ է տվել իրենց, կարող են էլ այդ ձևով ներկայանալ, սենց կամահրանքով, վիրավորական խոսքերով, չի կարելի։ Արժանի պատիժը պետք է կրեն։ Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ այդ սահմանը չպետք է Եթե դու ունես իրավունք, ապա դիմացինդ եւս ունի իրավունք։ Այդ իրավունքների սահմանը չպետք է հատվի։ Ես էլ ունեմ իրավունք ձեզանից այդ վիրավորող անձանցից պահանջեմ ինձ վիրավորելու համար ամենակիչը գոնե հրապարակայնորեն ներողություն գոնե խնդրեն, էլ չեմ խոսում, որ նաև խուլիգանության դեպքում պետք է կրեն իրենց պատիժը։ Ընդդիմությունն էլ է ասում, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր պատճառը, ձեր իշխանությունը վախեցել է Սարգսյանի այդ հարցազրույցից, դա մեծ ռեզոնանս է առաջացրել եւ դրա համար գնացել եք այս նշված երկու լրագրողների ետևից։ Սերժ Սարգսյանի ասուլիսը եւ կամ պոդքաստ վերջին իսկապես վախեցնող էր, ճակերտավոր ասած, եւ ռեզոնանս է առաջացրել քաղաքացիական պայմանագրում։ Բացարձակապես Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը որքան խոսեն, այնքան ավելի լավ։ Ինչի եմ ասում այնքան ավելի լավ, որովհետեւ ժողովուրդը էլ ավելի է համոզում իրենց ով լինելը, էլ ավելի է համոզում, որ այս մարդիկ ոչ թե կառավարել են, ղեկավարել են մեր պետությունը, այլ եկել են իշխանության զավթելու, թալանելու, վաճառելու համար։ Եվ ինչպես հավատանք, թե Սերժ Սարգսյանը այնպիսի հուշկու մտքեր է արտահայտել, այնպիսի բացահայտումներ է արել, որ դրանից մենք վախեցել ենք, Սերժը խոսեց, ասեց ինչու եք դպրոց կառուցում, ինչու եք $2 միլիոն ներդրել դպրոցաշինության վրա, ինչու եք սահմանամերձ գյուղերի դպրոց մանկապարտեզ վերանորոգում կամ չգիտեմ ճանապարհ կառուցում։ Դե դա թալան է ըստ իրեն։ Հասկանում եմ, որ ինքը այդպես կարող է դիտարկել թալանը, դա բացարձակ թալանի հետ կապ չունի, ընդհակառակը մենք այդ մեր սահմանային գյուղերը, բոլոր ենթակառուցվածքները զարգացնում ենք, մանկապարտեզ դպրոց կառուցում ենք, որպեսզի այդ մեր գյուղերի բնակիչները մնան եւ բնակվեն, ապրեն, որտեղ Հայաստանի Հանրապետության հզորությունը սկսվում է հենց սահմանից։ Ինչպես եք պատկերացնում, երբ որ սահմանի գյուղերը դատարկվեն, գնան այսպես միանան հիմնականում քաղաքներին եւ ինչ դատարկ հողերի պարզ չի, որ արդեն այլ սպառնալիք կարող է լինել, չէ՞ որ բնակչությունն է։ Տեսեք, պետության մեջ որքան շատ բնակչություն լինի, այնքան այդ պետությունը ավելի ամուր ու հզոր է, որովհետև եթե կա բնակչություն, կա պետություն։ Եթե պետության մեջ չկա բնակչություն, ուրեմն այդ պետությունը կներեք չի կարող հզոր պետություն լինի, որովհետև բնակչությունն է արարում, ստեղծագործում, հատկապես սահմանամերձ գյուղերի։ Սահմանամերձ գյուղերի մեր բոլոր բնակիչները կարող եմ ասել, ամեն մեկը մի հատ զինվոր է, ամեն մեկը մի հատ պահապանն է մեր պետության։
եւ փառք ու պատեվ իրենք, որ այն մարդիկ, ովքեր առ այսօր մնում են եւ ապրում են։ Եվ բացի դրանից մենք նաեւ բազմաթիվ սոցիալական ծրագրերով խրախուսում ենք, որ սահմանամերձ մեր գյուղերում բնակարաններ կառուցեն, մարդիկ ապրեն, հաստատվեն, արարեն, որովհետեւ մենք գտնում ենք, որ քանի որ հաստատել ենք խաղաղությունը եւ հենց այդ խաղաղությունն է թույլ տալու այն հանգիստ միջավայրը, որտեղ մեր բնակիչները իրենց լավ են զգալու, ապրելու են, արարելու են, ստեղծագործել են, մշակել են իրենց հողն ու ջուրը։ Տիկին Քլոյան, եթե վերադառնանք ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը, բարբերաբար այստեղ նաեւ արևմուտքի օրինակն է բերվում, նույն Եվրամիության անդամ երկրների, տեսեք, նույն որոշ ընդդիմադիր շրջանակներ բարբերաբար այսպես հղում են անում եւ մատնացույց են անում Մոլդովայի օրինակը, որը գնաց հատկապես նախընտրական այդ դրամատրությունների այդ համատեքստում եւ նախընտրական շրջանում գնաց լրատվամիջոցներ փակելու ճանապարհով եւ որոշ կուսակցություններ անգամ փակելու ճանապարհով եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես պիտի արվի նաև Հայաստանում, ինչպես պիտի վարվի նաև ձեր իշխանությունը, որ այդ եւ ժողովրդավարությանը ու խոսքի ազատությանը չվնասի եւ միաժամանակ կարողանա պաշտպանել նույն ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը, որտեղ է այստեղ էլի այդ կարմիր գիծը, որ պիտի չհատել եւ որտեղ է այն կարմիր գիծը, որից այս կողմը ոչ թե խոսքի ազատություն է, այլ իրավակարգի հստակ խախտում։ Այսինքն ինչպես պիտի հասկանալ, սա խոսքի ազատության սահմանափակում է, թե իրավակարգի հաստատում։ Նախ այո, դուք ճիշտ եք, որքան որ մոտենան մեր հերթական ընտրությունները 26 թվականի, այնքան եւ հիբրիդային պատերազմը ել ավելի կթեժանա եւ մանիպուլյացիաներն են ել ավելի շատանալու։ Այստեղ նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուրս մենք, պատգամավորներս, չգիտեմ, բոլոր քաղաքական գործիչները, ովքեր պետականամետ մտածելակերպ ունեն, ովքեր կանգնած են պետության կողքին, իրենք պետք է շատ ուշադիր լինեն բոլոր այդ մանիպուլյացիաներին, հիբրիդային պատերազմներին, նույնիսկ պետք է կանխարգելենք այդ բոլորը, այսինքն մեր արտաքին հետախուզություններ կարծում եմ շատ մեծ աշխատանք պետք է տանի, որ նախապես իմանալով, որ ենթադրենք պատրաստվում է ինչ-որ մի թեզով հիբրիդային պատերազմ սկսել շրջանառել լրատվական դաշտում, մենք պետք է շատ զգոն լինենք եւ եթե գա համապատասխան պահը, շատ արագ կերպով արձագանքենք, կանխարգելենք։ Բայց եթե այնուամենայնիվ, եթե նկատենք, որ իրոք թե ֆինանսական առումով այդ ընդդիմադիր կոչեցյալ լրատվականները հատում են բոլոր այս սահմանները, թե խոսքի իրենց այսպես մանիպուլյացիաներով, եթե հատում են սահմանը, ըստ ինձ սա իմ կարծիքն է, Հերմինե ջան, այո, իրավապահ համակարգը, իրավաբանորեն մենք պետք է մոտենանք սրանք եւ եթե հարկ լինի, բայց սա ծայրահեղ դեպքում եմ ասում, եթե տեսնենք, որ իսկապես սպառնալիք է պետությանը, իսկապես իրենք հատել են բոլոր այդ կարմիր գծերը, կարծում եմ, որ պետք է, այսպես ասած, սահմանափակումներ ունենան, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ ազատ խոսքն ու ժողովրդավարությունը պետք է մենք ամուր պահենք, չփորձենք հանկարծ խախտել այդ սահմանները։ Այսինքն զգոնություն, կանխարգելում, սենց կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացվեն։ Բայց ձեր որոշ ընդդիմադիր գործընկերներ ու նաև քաղաքասարակության անդամներ էլ ասում են, որ ժողովրդավարությունը Հայաստանում անպաշտպան վիճակում եք թողել, այսինքն նույն այդ հիբրիդային հարձակումներին չի արձագանքում, այսինքն ժողովրդավարությունը եւս պիտի պաշտպանել նման հարձակումներից, նման իրենց բառերով ասած լրատվամիջոցներից եւ կամ կուսակցություններից։ Հիմա իմ հարցը հետևյալն էր, թե արդյոք պիտի գնալ օրինակ Մոլդովայի օրինակով, որը երբեմն մատնացույց է արվում, թե այլ մեխանիզմներ կա, որի միջոցով կրկին ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը պաշտպանելով զուգահեռ նաև այս երևույթները չենք տեսնի հիբրիդային պատերազմի նկատի։ Ահա, հասկացա, տեսեք, եթե ասում ենք ժողովրդավարություն, չի նշանակում բացի թողի իրավիճակ։ Կոնկրետ հենց հիմա այսօրվա այդ զույգերին, որ իրավապահ համակարգը գործողություն իրականացրել, հենց այդ շրջանակներում է, այսինքն այս մարդիկ հատել են սահմանը ժողովրդավարության ազատ խոսքի, որտեղ վիրավորել են մարդկանց, ներխուժել են մարդկանց ազնական կյանք եւ իրավապահ համակարգը կատարում է իր գործառույթը։ Ես նորից եմ կրկնում, եթե այնուամենայնիվ մենք պահելով շատ ամուր ազատ խոսք եւ ժողովրդավարության մեր այդ տեսակետն ու գաղափարախոսությունը պետք է ամեն ինչ անենք, պահելով ժողովրդավարությունը, ամեն ինչ անենք, նաեւ թույլ չտանք,
որ նման խոսույթով հիբրիդային պատերազմի ոճով վնաս հասցնեն եւ ժողովրդավարությանը թույլ չենք տալու եւ նաեւ մեր պետությանը մենք զգոն ենք լինում այսինքն այստեղ պետք է բոլորս աշխատենք մեր խոսքով կոնկրետ ես այսօր էլ Facebook-յան էջում մի տեսանյութ եմ հրապարակել, որտեղ հենց խոսում եմ այն հիբրիդային պատերազմներից մեկի մասին, թե իբրև կոնկրետ թրիպի բոլոր դրույթները իրականանալու են, այսինքն ապաշրջափակումը ներողություն իրականանալու է միայն Ադրբեջանի թելադրանքով, ինչը որ մեզ պարտադրին է, բայց ես էլ իմ խոսքում նշել եմ, որ ոչ, սիրելի քաղաքացիներ, այդպես չի լինելու, երկկողմ համաձայնությամբ, երկկողմ պայմանավորվածության շրջանակներում եւ ինչպես նաև օգոստոսի 8-ի Եռակոմ հռչակագրի 3-րդ կետում դրված է նաև մեր հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունները, որ փոխհամաձայնեցված է այդ ամբողջ կետերը, որ թրիպը ապաշրջափակումը իրականանալու է մեր պետության իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսինքն ես տեսել եմ, որ այդտեղ ինչպիսի խոսույթ են կիրառում կոնկրետ ընդդիմադիրները, ես կախարդելիչ եւս մեկ քայլ եմ իրականացրել։ Շատ հասարակ բարձ ձևով խոսել եմ մեր քաղաքացիներին դիմել են, որ սա է իրականությունը։ Այսինքն պետք է կոտրենք եւ նաեւ նախապես իմանալով թե ինչ թեզ է մտնելու լրատվական դաշտ, դա եւս պետք է արդեն համապատասխան ժամանակ ասենք, որ այսպիսի թեզա շրջանառվելու, բայց իրականությունը սա է, օրինակ։ Տիկին Քլոյան, վերջին օրերին շատ քննարկվող նաև ցորենի թեմային անդրադառնանք։ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը օրերս հայտարարություն տարածեց, որ Հայաստանը քաղաքական նպատակներով փորձում է, այսպես ասած, պոկվել Հայաստանից եւ այդ նպատակով օգնելով նաև Ուկրաինային փորձում է ցորեն գնել Ուկրաինայից, ընդ որում 2 անգամ ավելի թանկ, այսպես իրենց կրկին մեջբերումներով ասեմ։ Նախ ընդհանուր առմամբ վարչապետը մեկնաբանեց իդեպ ասաց, որ սա անհեթեթություն է, բայց ամեն դեպքում ինչպես հասկանալ նման հայտարարությունները, դրանք ինչ միտում ունեն եւ այստեղ կարծեք թե երկու մեղադրանք կա, որ Հայաստանը նախ փորձում է պոկվել Ռուսաստանից, հետո փորձում է օգնել Ուկրաինային, առնելով ուկրաինական ցորեն։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Դա պետք է ասեմ Հայաստանի ինքնիշխան պետությունը եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կորոշի թե ումից ինչ պետք է գնի, խոսքը լինի ցորեն, չգիտեմ, ձեթի մասին կամ այլ տնտեսական ապրանքներ կամ բնամթերքների մասին։ Սա մեկ մեր ինքնիշխան որոշումն է, բայց նախ պետք է ասեմ, որ մենք չենք հրաժարվում Ռուսաստանի Դաշնությունից ցորեն գնելուց։ Այլ պարզապես մենք պատրաստվում ենք, տեսնում ենք, որ նաև կան այլ պետություններ, որոնք ցորենի հսկայական պաշարներ ունեն, զբաղվում են այդ արտադրությամբ, ցորենի մշակմամբ, եւ մենք պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը։ Սա դիվերսիֆիկացիայի մի փոքրիկ հատված է, ցորենի գնումը։ Եվ այս պարագայում, երբ որ մենք գնեցինք նաև ցորեն, նախ պետք է ասեմ, ոչ թե կառավարությունն է գնել, այլ անհայտ բիզնեսմեն մարդիկ որոշել են, որ ցորենը իրենք կարող են գնել եւ Ռուսաստանից, եւ Ղազախստանից, եւ այդ դեպքում արդեն այլ ցորեն արտահանող պետություններ մեզ առաջարկներ են արել, եւ մենք էլ մտածում ենք, այո, մենք պետք է ընդունենք, որը որ մեզ համար կարևոր է, մեծ նշանակություն ունի, ինչու ոչ, կարող ենք գնել, այս պարագայում ենթադրենք մենք որոշել ենք գնել Ուկրաինայից, դա նորմալ է։ Նորից եմ կրկնում, սա մեր ինքնիշխան որոշումն է եւ մեր հարգարժան Ռուսաստանի Դաշնության գործընկերները թող այդքան ցավոտ չտանեն։ Ընդհանրապես սա, այսպես ասած, բիզնես է, արկ ու վաճառք է, ընդհակառակը իրենք թող պատրաստ լինեն եւ կարծում եմ պետք է ընդունեն ու հասկանան, որ մենք բոլոր ուղղություններով ենք դիվերսիֆիկացնելու մեր պետության բոլոր առաքելությունները, դա արտաքին կլինի, դա մտակային կլինի, դա տնտեսական, էներգետիկ բոլոր ճյուղերն ենք դիվերսիֆիկացնելու, թող հաշտվեն ու հասկանան, որ պետք է հարգալից վերաբերվեն մեզ, մեր պետությանը, ճանաչեն մեր ինքնիշխանությունը, ճանաչեն մեր հարգեն մեր բոլոր որոշումները եւ ընդհանրապես հաստատենք բարի դրացիական գործընկերային լավ
հարաբերություններ, դրանից թող բացարձակ չնեղվեն, չնեղսրտեն։ Դա մեր որոշումն է։ Տիկին Կլոյան, կարծես թե բանալի բառ ասացիք, որ սա պարզապես բիզնես է, ցորենը գնում ենք այն երկրներից, որտեղից շահավետ է։ Տեսեք, տարիներ շարունակ այս մեղադրանքի առումով, որ Հայաստանը փորձում է օգնել Ուկրաինային, տարիներ շարունակ, երբ որ խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը հիմնականում եւ մեծապես զինվել է ռուսական զենքով, որը վերջնարդյունքում տեսանք թե որտեղ եւ ինչ կերպ օգտագործվեց, Ռուսաստանը այդ մեղադրանքներին եւ կամ այդ հայտարարություններին արձագանքում էր, որ դա բիզնես է, արք ու վաճառք է։ Հիմա Ադրբեջանին պետք է եղել դա, մեզ էլ պետք է եղել գումար, մենք վաճառել ենք այդ զենքը, իսկ թե դա ում դեմ կօգտագործվի, այս դեպքում երբ որ գիտենք խնդիրը ուղիղ Հայաստանի հետ էր, պարզ էր նաև որ եւ տեսանելի էր նաև Ռուսաստանի համար, թե դա որտեղ եւ ինչպես պիտի օգտագործվի։ Հիմա այս դեպքում տեղին է մեղադրել Հայաստանին Ուկրաինային օգնելու մեջ, այն դեպքում, եթե խոսքը գնում է պարզապես ցորեն գնել կամ չգնելու մասին։ Նախ տեսեք, ինչ ենք մենք կարողանում դիվերսիֆիկացնել մեր ամբողջ համակարգը, տնտեսություն եւ այլն, նշեցի նորից չկրկնեմ, մի պարզ պատճառով, որտեղ մենք լեգիտիմ իշխանություն ենք։ Մեզ ոչ մեկ չի կարող թելադրել, պարտադրել, թե մենք ինչպես վարենք մեր արտաքին կամ ներքին քաղաքականությունը։ Ադրբեջանը գնել է զենք Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից եւ Իսրայելից, կարծեմ նաեւ Պակիստանից է գնել, բայց մյուս բոլոր պետություններից, զարգացած պետություններից, դա Ֆրանսիա, Ամերիկա, բոլոր պետություններից չի կարողացել գնել, արգելքա դրված եղել եւ մեր պետության վրա եւ Ադրբեջանի պետության վրա։ Ինչու՞, որովհետեւ ասում են, որ դուք քանի որ հակամարտող երկրներ եք միմյանց դեմ, մենք չենք տա զենքը, որտեղ մենք գիտենք ձեր մեջ հաստատված չի խաղաղություն։ Մենք չենք ուզում տանք զենք, որ դուք ձեր հակամարտությունը չշարունակեք, այլ հաշտվեք, խաղաղություն կնքեք, ձեր մեջ բոլոր խնդիրները հարթեցնեք։ Բայց այս պարագայում, չգիտես ինչու, մենք էինք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ կնքել Ռուսաստանի Դաշնության հետ, բայց Ռուսաստանը փոխեց իր բոլոր մտադրությունները եւ զենք վաճառեց Ադրբեջանին։ Այստեղ հարց է առաջանում. Արդյոք Ռուսաստանը չգիտեր, որ կար հակամարտություն։ Բնականաբար կար, գիտեր, չլուծված հակամարտություն կար։ Իսկ ինչու վաճառեց, ես կարծում եմ մի պարզ պատճառով, որովհետև այս պարագայում իրենց Ռուսաստանի Դաշնության շահերից էր բխում վաճառել զենք Ադրբեջանին, որովհետև այնուամենայնիվ մտածում էին, որ ստատուս քվոն մեկ է, փոխվելու է, այսպես կայուն չի լինելու եւ վերջի վերջո Լեռնային Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին եւ բնականաբար հայ ժողովուրդը ինքնակամտաչ լինելու էր պատերազմ, դրա համար էլ զինեց Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ռուսական զենքով հարձակվեց Արցախի վրա եւ վերականգնեց, իհարկե կարող եմ ասել, վերադարձրեց Արցախը իր պետության կազմ, ինչը օրինականորեն է եղել 91 թվականին ճանաչված է եղել, ճիշտ է, մենք պայքարել ենք մեր իրավունքների համար Արցախահայությունը, բայց այստեղ պետք է նշեմ, որ 91 թվականից ՄԱԿ-ում, երբ որ գրանցվեցինք որպես Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, այդ ժամանակվանից միջազգային հանրությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, բայց Ռուսաստանը միշտ փորձել է այդ կոնֆլիկտը չլուծված պահել, որպեսզի կարողանա ազդեցություն ունել եւ մեր պետության եւ Ադրբեջանի վրա իր շահերից բխող։ Մեկ մեզ կարող է թելադրել, մեկ կարող է թելադրել Ադրբեջանին, իր շահ իր պետության։ Ասացիք ինչ որ պահի Ռուսաստանը փոխեց իր մտադրությունը եւ այսպես ասած անցավ Ադրբեջանի կողմը, հասկանալով, որ իր շահերը ավելի շատ համընկնում էին Ադրբեջանի հետ։ Որն էր այդ գինը, այսինքն ինչ գին էր վճարելու Ադրբեջանը եւ կամ Հայաստանը այս փոփոխության շրջանակներում, որն էր այդ տրամաբանությունը, ինչու իր շահերը սկսեց համընկնել Ադրբեջանի հետ եւ ինչու դրա դիմաց վճարեց նաև ռազմավարական դաշնակիցը։ Սա իմ կարծիքն է, ես այսպես ասեմ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մտածում էր, եթե Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմում, ապա Ադրբեջանը հավանաբար կմտնի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, ըստ
իրենց, սա իմ կարծիքն է Հերմինե ջան, իհարկե, հավանաբար նման պայմանավորվածություններ կա, այսինքն իրենք հասկանում են, որ Ադրբեջանը շատ լավ համագործակցում է Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկիր է, բայց այսպես ասած ուզում էր պահել Ադրբեջանին եւս իր ծիրում, եւ հետեւաբար Ռուսաստանի Դաշնության նպատակներից մեկը նաեւ այն էր, որ նախկինում վերականգնի միութենական պետությունը եւ այդ պարագայում ոչ միայն մենք, այլ նաեւ Ադրբեջանը եւս պետք է այսպես Վրաստանով, այսինքն Կովկասը, ամբողջությամբ Հարավային Կովկասը պետք է ներառվեր դրա մեջ։ Դա իմ կարծիքն է, Հերմինե ջան, այդ էր ամբողջ ծրագիրը, որովհետև այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունը չի հաշտվում մեր 15 հանրապետությունների անկախությունը, այսպես։ Այսինքն միութենական պետության այդ գաղափարը դեռևս կենթանի է։ Այո, այսինքն իրենց մոտ դա դեռևս երազանք չէ։ Երազանք չի եւ համառորեն փորձում են ձգտել հասնել իրենց այդ նպատակներին, բայց չարաչար սխալվում են, որտեղ ըստ ինձ ոչ մենք բնականաբար արդեն օրորի էլ ավելի ենք ամրապնդում մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ նաեւ տեսնում եմ նաեւ մյուս միութենական նախկին միութենական պետությունները իրենք եւս կարողանում են հզորանալ, իրենց անկախությունը ամրապնդվեն, կոնկրետ Մոլդովան արդեն տեսնում ենք Եվրոմիությունը հայտարարում է, որ մինչև 30 թվականը հնարավոր է անգամ Մոլդովան դառնա Եվրոմիության անդամ։ Սա փաստ եւ միջին ասիական բոլոր պետություններ, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան բոլորն էլ շատ լավ տեսնում ենք, որ համագործակցում են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրոմիության բոլոր պետությունների հետ, Չինաստանի հետ։ Այդ համագործակցությունը ակնհայտ է։ Գիտեք ինչ, ես չեմ ասում, որ մենք պետք է թիկունքով շրջվենք դեպի Ռուսաստան, ոչ, բոլորովին դա չեմ ես ասում։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք հարգում ենք ձեզ, հարգում ենք ձեր անկախությունն ու պետականությունը եւ ակնկալում ենք փոխադարձ հարգանք մեր տարածքային ամբողջականության ճանաչման, անկախության եւ ինքնիշխանության ճանաչման։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը քարտեզի վրա ոչ թե պետք է ձևական ֆասադով ներկայացված լինի, ինչ որ խամաճիկ պետություն, այլ պետք է լինի լիակատար անկախ պետություն։ Տիկին Քլոյան, ամեն դեպքում Ռուսաստանից նման հայտարարությունները քիչ թե շատ հասկանալի եւ ընկալելի են, թեև անձնապես իմ համար հասկանալի չեն, բայց հասկանալի եւ ընկալելի են։ Բայց երբ որ ներսում նման խոսակցություններ կան եւ ներսում ուժեր եւ անհատներ կան, որ խոսում են օրինակ միութենական պետության մաս կազմելու մասին կամ նորից այնտեղ վերադառնալու մասին, նույն Ռոբերտ Քոչարյանը 2022 թվականին իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ եթե ուզում ենք, որ մեզ որպես գործոն աշխարհընկալի, պիտի ավելի մեծ, այսպես բառացի չեմ հիշում, բայց ավելի մեծ միության անդամ դառնանք միութենական պետությունը նկատի ունենալով, եթե դա է այն եղանակը ճանապարհը, որ մեզ գործոն կընկալեն, ապա ինչու ոչ։ Եվ իր վերջին հարցազրույցում Նաև պնդում արեց, որ երբ որ մենք մեզ սահմանափակում ենք 29000, այստեղ էլ իր բառերով ասած, եւ այլ այդ քառակուսիով, մեզ կրկին աշխարհը գործոն չի ընկալում, այսինքն մենք մեզ սահմանափակում ենք։ Նախ ինչ էր ակնարկում Ռոբերտ Քոչարյանը ասելով, որ օրինակ ինքը չի սահմանափակում իրեն 29000-ով, սա ինչ հավակնությունների մասին է, սա Արցախը վերադարձնելու մասին է կամ ավելի հեռուն գնացող նպատակներ են ըստ ձեզ, որն է Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը եւ նման հայտարարությունները նաեւ ինչ նպատակ են հետապնդում եւ ում են ուղված։ Դա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, եթե մեկ նախադասությամբ ասեմ, հետեւյալն էր բովանդակությունը, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան ժողովրդավար անկախ պետություն չպետք է գոյություն ունենալ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնալ նախկին կարգավիճակին, այսինքն ֆորպոստային կարգավիճակին, ծայրագավառային կարգավիճակին, պետք է լիներ արբանյակ, որը պտտվում է Ռուսաստանի Դաշնության ծիրում։ Սա մեկ, ամբողջ բովանդակությունը դա էր, այսինքն միութենական գաղափարը, այդ միտքն ու ցանկությունը սրտի, դեռևս Ռոբերտ Քոչարյանը իր սրտում ու մտքում եւ ցանկություններում ունի եւ փորձում է հետեւողականորեն առաջ մղել դա։ Սա մեկ, իսկ ինչ վերաբերում է, որ քամահրանքով վերաբերվեց մեր տարածքային ամբողջականությանը, դա ցույց է տալիս մի բանի մասին, որ այս մարդը այդպես էլ դուրս չի եկել ստրկամիտ հոգով, այդ մտածելակերպից դուրս չի եկել ստրկամիտ հոգով եւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հենց մեր պետականության եւ պետության նկատմամբ։ Սա էր ամբողջ իր այդ քամահրանքը։ Գիտեք ինչ, եթե Ռոբերտ Քոչարյանը սիրեր Արցախը, որտեղի ծնունդ է ինքը, նախ ինքը կմնար եւ կապրեր իր Արցախում։
իր թորները կծնվեին Արցախում, այլ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Արցախահայության բնակչությունը ոչ թե պետք է լիներ 150,000, այլ 200,000, 250,000։ Ինչ է իմ ասելիքը, որ պետք է ստեղծեր հզոր Հայաստանի Հանրապետություն, հզոր տնտեսությամբ, հզոր բանակով, բնակչության մեծ թվականակով, եւ այդ նույնը պետք է լիներ Արցախում, այդ պարագայում մեզ հետ ոչ մեկ չէին խոսի ուժի, սպառնալիքի, պատերազմի լեզվով, այլ մեզ հետ կնստեին բանակցային սեղանի շուրջ եւ բանակցություններ կվարեին, եւ Արցախը կմնար հայկական, ոչ թե այսօր Արցախահայերը դուրս կգային իրենց բնորանից։ Սա իմ ասելիքը նա է, որ այս մարդը բացարձակ կապ չունի մեր պետության, մեր ժողովրդի հետ։ Ինքը լավ կանի ընդհանրապես լրիչ խոսի ու Աստծո առաջ օրը մի 1000 անգամ ներողություն ու մեղականչի։ Տիկին Քլոյան, բայց ամեն դեպքում ինքն էլ հակառակի մասին է ասում է, որ իր տարիները համեմատաբար խաղաղության տարիներ են եղել, նաև ասում է, որ բանակը շատ ավելի կայուն վիճակում է եղել, այդ դուք եք եկել 2018-ից 20 թվականին հասցրել բանակը քանդել, կազմաքանդել, եւ այդ պատճառահետևանքային կապը, որ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը, ամբողջը կապված է ձեր իշխանության հետ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։ Հայաստանն է հրահրել, Հայաստանն է սադրել պատերազմ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, եւ այստեղ սլաքները ոչ միայն ձեր իշխանությանն են ուղղված, ձեր իշխանության դեմ են ուղղված, այլ նաև Հայաստանի Հանրապետության։ Սա արդյոք վտանգավոր չէ եւ նաև ինչի մասին են այս մեղադրանքները, որ բանակը կազմաքանդել եք, հրահրել եք Ադրբեջանին եւ Ալիևին, այլ բան չէր մնում, քան հարձակվել Հայաստանի վրա։ Թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդի եւ պետության նկատմամբ։ Նախ որ ինքը ասում է խաղաղ է եղել, ո՞րն էր այդ խաղաղությունը, որ Երևանի կենտրոնում մարդիկ էին գնդակահարվում, 10 իր քաղաքացիների սպանությունն էր խաղաղությունը, 30 եւ ավելին քաղաքական գործիչների սպանությունն էր խաղաղությունը, եւ բազմաթիվ տվյալներ ու հայտարարություններ կան, տեղեկատվություններ կան, որ շուրջ իրենց կառավարման տարիներին, այդ 20 տարիների կառավարման սահմանին զոհվել է շուրջ 2000 զինվոր։ Այսինքն այդ զինվորների մահերը իրեն համար խաղաղություն էին, որն էր այդ խաղաղությունը, երբ որ ինքը ընտրություններ էր կեղծում, երբ որ ինքը երկիրն ու պետությունն էր վաճառում ու թալանում, գույք պարտքի դիմացն էր խաղաղությունը, որն էր այդ տնտեսական հզորությունը, երբ որ մարդկանց ունեզրկում էին, Հյուսիսային պողոտան ինչպես կառուցեց, այդպեսի այդտեղի բնակչությանը ստիպողաբար երկու գումար, չնչին գումար տվեցին ու հանեցին իրենց տներից եւ իրենց կառավարման տարիների նաև 1 միլիոն բնակչություն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հեռացան երկրից, դա էր խաղաղությունը, եթե խաղաղություն էր, եթե անվտանգություն էր, եթե բարեկեցություն էր, ինչու էր ժողովուրդը թողնում հեռանում, թող այս պարզ հարցերին պատասխանի։ Ես ասել եմ, գրառում արել եմ եւ եւս մեկ անգամ ասում եմ, այդ բոլոր ինչուների պատասխանը մեր ժողովուրդը շատ լավ գիտի, դրա համար իրեն նկատմամբ խորին զզվանք ունի, մի ողջ հասարակություն, լավ կանի ինքը լռի եւ բացի դրանից, եթե ինքը իրեն այդպես արդար մարդ է համարում, գիտեք, որ բոլորովին վերջերս տեղի ունեցել Միեդի վճիռը եւ Միեդի վճիռով հստակ ճանաչում է, որ պետությունն է մեղավոր եղել 10 քաղաքացիների մահվան համար։ Այսինքն ինքը պատասխան պետք է կրի եւ ես համոզված եմ, որ մեր իրավապահ համակարգը Միեդի վճիռի որոշումով ել ավելի նոր գործեր կհարուցեն եւ ինքը կկրի իր արժանի պատիժը։ Տիկին Քլոյան, ամեն դեպքում տեսեք, այս մեղադրանքները տևական ժամանակ է Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ պտտվում են, բայց այստեղ էլ չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը հավակնում է 2026 թվականին գալ իշխանության, նաև ժողովրդին այսպես խոստում էր տալիս իր վերջին հարցազրույցում, ասում է նախ իր ամենամեծ շոկն այն էր, որ 2021 թվականին վերընտրվեց պատերազմում պարտված իշխողուրը, եւ ամեն դեպքում ասում է նաև, որ 2026 թվականին ավելի խոհեմ ընտրություն կանի այս ժողովուրդը եւ ինքը վերադառնալով կիրականացնի այդ խաղաղություն կբերի իր հետ նաև չեք վախենում, որ ամեն դեպքում նաև ասում է, որ եթե վերադառնան պիտի պատասխանեք այդ հարցերին, թե ինչպես տեղի ունեցավ պատերազմը, ինչու ու մեղավորությամբ։ Հիմա այստեղ հարցս հետևյալն է, արդյոք մտավախություն չունեք, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը կարող է հաջողել եւ վերադառնալով այդ հարցերի պատասխանը արդեն պիտի ձեզանից պահանջի, թե ինչու տեղի ունեցավ պատերազմ, ում մեղավորությամբ եւ այսպես շարունակ։
Նաև հանրային համերաշխության մասով խոստանում է, որ գալու է եւ վերականգնի հանրային համերաշխություն, ինչը դուք խաթարել եք։ Որտեղ Ռոբերտ Քոչարյան չի կարող լինել հանրային համերաշխություն, որտեղ ինքը կոնֆլիկտածին էություն ունի, կոնֆլիկտից ծնված մարդ է եւ այդ գաղափարներով տոգորված իր եթե համարենք կառավարել է մեր երկիրը։ Սա մեկ։ Երկրորդը գիտեք ինչ, երբ որ ինքը առաջին անգամ եկավ 97 թվականին, 98 թվականին պետք է մասնակցեր արդեն ընտրություններին, որպես նախագահ պետք է դառնար, ինքը բացարձակ իրավունք չուներ, որտեղ ինքը համարվում էր Արցախի բնակիչ եւ ինքը չուներ այն բավարար ապրելու ժամանակը, որ պետք է ապրեր Հայաստանում, ինչի իրավունքը թույլ կտար, որ ինքը կարողանար իր տեխնացիությունը առաջադրել։ Եվ երբ որ լրատվականները հարցնում են, ասում են, այդ դեպքում դուք ինչպես եք ընտրությունները ձեր տեխնացիությունը դրել եւ ընտրվել, չէ՞ որ դուք Արցախից եք, ասում են, ինչ է Արցախը Հայաստան չի։ Այսինքն ինքը մեզ մեղադրում է, ասում է դուք ասել եք Արցախ է Հայաստանը եւ դրա համար էլ հրահրել եք պատերազմ, դրա համար էլ Ադրբեջանը հարձակվել է։ Չէ՞ որ դու ես առաջինն ասել, ինչ կապ ունի ես Հայաստանի Հանրապետության գրանցում ունեմ, իրավունք ունեմ, թե Արցախի գրանցում իրավունք ունեմ։ Արցախն ու Հայաստանը նույնն են։ Սա մեկ առաջինը։ Եվ երկրորդն էլ դա ընդհանրապես այդ իր հայտարարությունը կարող է ասել միայն թշնամի անձնավորությունը, իր պետության նկատմամբ թշնամի անձնավորությունը, սա մատնություն է, հասկանում եք, մատնություն է սեփական պետության դեմ, բարձ վկայություն, որ այս մարդը պետականամետ մտածելակերպ չունի, պետության ջատագովը չի, այս մարդը միայն ուզում է գա իշխանության, որովհետև պետք է պահի իր թալանածը, որովհետև արդեն զգում է, որ մեծ վտանգ է սպառնում իր թալանածը պահելու, իր կեղեքածը պահելու համար եւ ուզում է գա, որպեսզի կարողանա եւ պահի իր նախկին թալանածը եւ գա իշխանության, որ էլ չգիտեմ, ուզում հասկանամ, էլ ինչն է վաճառելու եւ հավանաբար վաճառելու է ամբողջ մեր պետությունը դարձնելով ծայրագավառ, ինքն էլ ծայրագավառի իշխանիկ կարողանա ստրկացնի մեր ժողովրդին եւ հպատակեցնի։ Սա է իր երազանքը։ Ինքը լավ կանի լռի, լավ կանի ընդհանրապես չխոսի լռի, իր երեսը ժողովուրդը չտեսնի։ Շնորհակալ եմ Տիկին Քլոյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի հետ, կհանդիպենք։